Մարիա հեռուստասերիալում Նոնան ոչ մի կերպ չի մարսում այն միտքը, որ Մարիան սկսել է մտերմանալ Օֆայի հետ։ Սկզբում նա փորձում է Ռուբենին տրամադրել Օֆայի դեմ, ակնարկելով, թե իբր Օֆան խառնում է Մարիայի կյանքը և վատ ազդեցություն ունենում նրա վրա։ Ապա անցնում է տիկին Ալիսային, բայց ամենաուժեղ հարվածը գալիս է, երբ Մարիան վերադառնում է տուն։ Նոնան նորից սկսում է իր հին ժապավենը պտտել, պնդելով, որ ինքը Մարիայի միակ մայրն է, որ Մարիան այլ մայր չունի և այլընտրանք չի կարող լինել։ Մարիան չցանկանալով խորացնել հակասությունները փորձում է ամեն ինչ անել, որ Նոնան չնեղանա, բայց միաժամանակ ցանկանում է, որ բոլորը հասկանան, Օֆային անուշադրության մատնելն ու նրանից հեռու լինելը պարզապես անհնար է իր համար։ Իրական մայրը գուցե ցավալի անցյալով, բայց այսօր կարիք ունի նրա աջակցության ու սիրո։ Քիչ անց Մարիան հանդիպում է Դավիթին։ Չնայած նրան, որ Դավիթը որոշ չափով մեղմացել է Մարիայի հանդեպ Ռաֆի հետ ունեցած կապից հետո, նա միևնույն է շատ վատ է տանում անգամ Ռաֆի անունը լսելը։ Մարիան բացատրում է, որ ինքը Ռաֆի անունը տալիս է միայն նրա Դավիթի շահից ելնելով, նրա համար պայքարելու նպատակով, բայց Դավիթի համար դա խոցելի ու ցավալի թեմա է։ Այս ընթացքում Ռուբենը, կատարելով իր հայրական ու մասնագիտական պարտականությունները, իր աշխատասենյակ է բերում Ռաֆին։ Տեսնելով նրա կողմից գործած սխալների ծանրությունը, Ռուբենը մի լավ ապտակում է, նախատում ու վերջում բաց է թողնում, քանի որ ոչ մի իրեղեն ապացույց չունի, որ հենց Ռաֆն է սպանել արտակին։ Բայց այս ամենը նրան հանգիստ չի տալիս։ Նա անմիջապես մտնում է արտակի սպանության գործով քննիչ Խաչատրյանի աշխատասենյակ ու պահանջում կրկին ստուգել արտակի հեռախոսի գրանցված բոլոր զանգերը։ Խաչատրյանն ի վերջո հայտնաբերում է Ռաֆի և Արտակի վերջին խոսակցությունը սպանությունից առաջ։ Սա բեկումնային պահ է։ Ռաֆին կանչում են հարցաքննության, իսկ Ռաֆը պնդում է, որ այդ զանգի մեջ ոչ մի տարօրինակ բան չկա, և որ իր համար դա սովորական զրույց է եղել։ Ռաֆը ոստիկանությունից վերադառնում է տուն առանց իմանալու, թե իր վրա ինչ ամպեր են կուտակվում, բայց նրան արդեն սպասում է գազազած Ալլան։ Նա, ով մշտապես պաշտպանում էր որդուն, հիմա այլևս չգիտի ինչ մտածել։ Ալլան գոռում է Ռաֆի վրա, հիշեցնելով, որ դեռ Արտակի սպանության շոկից ուշքի չի եկել, իսկ հիմա էլ իմացել է, որ Ռաֆն առևանգել էր Մարիային ու ամբողջ գիշեր պահել ավտոտնակում։ Ռաֆը ապշում է, չհասկանալով, թե որտեղից է Ալլան իմացել այդ մասին։ Մայրն էլ բացատրում է, որ Դավիթն էր եկել իրենց տուն կատաղած, գոռում էր իր վրա, փորձելով իմանալ Ռաֆի տեղը։ Ռաֆի արձագանքը երկար չի սպասեցնում։ Հիմա արդեն նրա նպատակն է գտնել Դավիթին ու պահանջել բացատրություն իր տուն ներխուժելու ու մոր վրա գոռալու համար։ Իրավիճակը լարվում է և հասնում գագաթնակետին։ Եթե մինչ այս Ռաֆն էր թաքնվում Դավիթից, ապա այժմ խաղաթղթերը շրջվել են, բայց Դավիթը չի փախչի ու չի թաքնվի։ Այս բախումը անխուսափելի է, և ինչ-որ բան անպայման կփոխվի։ Տեսնենք, Դավիթը կվնասի Ռաֆին, թե Ռաֆը Դավիթին։ Գրեք ձեր կարծիքը այս տեսանյութի ներքևում։ Սուր ինձ հարց են տվել, ընկեր ունես։ Մեկ ունեն ասելի հո անտեր չես։ Դենք ունկեր ունեն։ Այսինքն եթե չունեմ, ուրեմն անտեր է։ Դե բա մարդի թե ընկերներով է հարուստ, թե ընկերներ չունես։ էլի։ Ինչ ասենք։ Որ կամարի ընկերն է։ Եվ ով է այդ ընկերը։ Այ, դա չբարձրաձայն ենք ամեն դեպքում։ Իսկ թվում է բոլորից համար բարձր։ Ոնց է ես ինչ-որ բան ստեղյակ չեմ կամ տեղի։ Դու լավ ես։ Կարայինք չեմ ընք հիմա օրինակ տանը լինեինք։ Ես կլինեի անկապ։ Ես սուրճ կխմեի տանը, սուրճ։ Ընկերները կարաման են մի խոսքում։ Բերիսար։ Անդրես Դե գնա, նստել ես։ Ես ձեզ ուզում եմ ցույց տալ, թե ոնց է հնարավոր դառնալ դերասան եւ ուղղակի պարկած փող աշխատել։ Խնդրեմ։ Սովինան, ինչի՞ չես աշխատում։ Ալլա, աշխատի։ Որովհետև չգիտեմ։ Այսօր եմ նկարահանման։ Այսօր նեժնի նկարահանում է, էլի։ Он Մոսկովա's նման։ Չէ՞ սուր։ Անեժնին նստես սպասում եմ, երբ դու իրան գովազ կանես։
Ես Վարդանի կյանքից եմ ուզում։ Կրավատս քանդելա մեջը պարկելա։ Ջուրը տվեցինք։ Հիմա տալիս ենք ուտելիքը։ Հələ մի բան է ես եմ իրան խանգարում, իրան մլծիկից խանգարում եմ, կտրում եմ իրան։ Ես էլ եմ ուզում սա։ Время пройдет, и ты забудешь все, что было. С тобой у нас, с тобой у нас. Բայց ես տաղանդա մեր Էլենչոն։ Սուրենը կրևանում, թե ուրա թամին, ես 2 րոպե շուտ հասել եմ։ Հար Կրիշնային։ Կրիշնային։ Ես պատրաստ եմ։ Մենք ֆիլտրով ենք ստորյանում, որ մեր տանջված դեմքերը չտենակ։ Երեխեք դուք գիտեք մենք ինչ բարդ տեսարան ենք խաղացել այսօր, երկուսով, այն որ ուժ ջունենք։ Հա, սպառվել ենք, բայց ասա որ ժամը 6:10 է, ես դեռ ուր եմ։ TV-ում եմ։ Դեռ նկարահանման եմ, ես բայրությամբ պետք է սցենար կրկնեմ առավոտին 9:30-ից էստեղ եմ, 3:00-ից и վաղ էստեղ եմ։ Я в плену, помогите։ Այսենց վաղեմի ընկերներով Գևորգի ուսանողական տարիների ընկերն է, իսկ Ռոմելը իմ լավ ընկերն է։ Եկել ենք պրիմերային։ Այո, Սպասեք առաջիկա լարված սերիաներին։ Երևի կհայտնվի։ Երևին որ նա հայտնվելու է, չէ՞ Գրիգ։ Այո։ Ես այսօր այնքան բան եմ հասցրել անեմ, ուղղակի չեք կարա պատկերացնեք, իսկ պատկերացնելու համար մենակ մի բան կասեմ։ Ժամը 6-ն է լինում, ես մինչև հիմա սուրճ չեմ հասցրել խմեմ, ինձ թվում է այդքանով ասվածը թե այս առավոտից ինչ վազվզոցի մեջ եմ։ Ինձ 2 կիլո համբերություն, 3 կիլո ներվեր, մեկ էլ մի 4 մեշակ փողապետք, ով կոգնի։ Լավ վերջինը կատակ էր, բայց նախավերջին ու նախավերջինը ճիշտ էր։ Աղջիկս կոֆե է պատրաստում։ Տոկը չտա։ Չէ, պլաստմասը։ Նկարում չէ, մենք կնոց աշխատանք ունենանք, որ մեր գործը սկսվի ժամը 3-ից 3-ը։ 3-ին ու 6-ին ավարտվի։ Ինչ վատ կլիներ։ Շատ փող չենք ուզում, რა, 3 ժամը համար։ Շատ չէ, չի կանը։ Նորմալ։ Մարիա ջան, այս արդարա, որ sense ցուրտ է հոկտեմբերին։ Իսկ արդարը, որ ես